Երևանի Միկա մարզահամալիրում անցկացվել է Դուքենդո կարատեի Վազգեն Սարգսյանի անվան հերթական մրցաշարը, որն արդեն դարձել է ավանդական սպորտային իրադարձություն։ Դուքենդոն ոչ օլիմպիական մարզաձև է, որն օրեցօր ընդլայնում է իր հետևորդների ու մարզիկների շրջանակը Հայաստանում։ Այն ունի առողջ զարգացման միտում, եւ նման մրցաշարերը դառնում են կարևոր խթան հատկապես պատանի մարզիկների համար։ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոր Վարդանյանը խոսելով կազմակերպված մրցաշարից նշել է, որ դրա հիմնական նպատակը ոչ միայն մարզական հաջողությունների խրախուսումն է, այլև պատանիների շրջանում ազգային ու հայրենասիրական արժեքների սերմանումը։ Մրցաշարը սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն է կրում, այսինքն դիպլոմների, մեդալների վրա նկարն է փակցված եւ երեխաների մեջ սերմանում է Վազգեն Սարգսյանի հիշողությունը, պատկերը, որը միայն հայրենասիրություն է քարոզում եւ հույս ունենք, որ նմանատիպ միջոցառումները առաջնահերթ մեր երեխաների մեջ կսերմանեն հայրենասիրություն։ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիան եւս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի անդամակցությունը, նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել բոլոր մասնակից մարզիկներին ու մարզիչներին։ Կազմակերպիչների խոսքով նման մրցաշարերը նպաստում են, որ երեխաներն ու պատանիները հեռու մնան բացասական ազդեցություններից։ Սպորտը դառնում է դաստիարակության, կարգապահության եւ նպատակասլացության լավագույն միջոցը։ Մրցաշարին մասնակցում են 6-ից 17 տարեկան մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից։ Յուրաքանչյուր մարզիկ անցկացնում է մի քանի մենամարտ, որոնք վարկանշային նշանակություն ունեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Միջոցառումն ունի նաև միջազգային մասշտաբ։ Այս տարի մրցաշարին մասնակցում են նաև պատվիրակություններ Ռուսաստանից, Ուզբեկստանից եւ Իտալիայից։ Մոտ 300 մասնակից 3 տարիքային խմբերում պայքարում են բարձր արդյունքների համար։ Մրցաշարը նաև նախապատրաստական փուլ է հանդիսանում առաջիկա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ճանապարհին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։